Բարի երեկո սիրելի հայրենակիցներ, ցանկանում եմ ձեր հետ մի թեմայի շուրջ խոսել եւ լսել ձեր կարծիքները այս մասին։ Խոսքը կալուգացի օլիգարխ Սամվել Կարապետյանի մասին է, ով անդադար շեշտում է, թե Հայաստանի իշխանությունները պատրաստվում են ընտրություններից հետո 300,000 ադրբեջանցիների հրավիրել Հայաստանի Հանրապետություն։ Ուրեմն համեմատության համար ասեմ, որ 2023 թվականից մինչ օրս Ադրբեջանի իշխանությունները անգամ 30 ընտանիք չեն բնակեցրել Լեռնային Ղարաբաղում, էլ ուր մնաց թե 300,000 ադրբեջանցիներ բերեն եւ բնակեցնեն Հայաստանի Հանրապետությունում։ Սա բացարձակ սուտ է եւ այս սուտը բազմաթիվ անգամ հերքվել է Հայաստանի Հանրապետության իշխանության տարբեր ներկայացուցիչների կողմից, ովքեր իրավասու են սրա վերաբերյալ տալ համապատասխան մեկնաբանություններ, բայց հիմա եկեք մի ուրիշ խնդրի վրա կենտրոնանանք։ Ուրեմն Սամվել Կարապետյանը ասում է, որ չի կարելի ադրբեջանցիների հետ գնալ խաղաղություն կնքելուն, չի կարելի ադրբեջանցիների հետ շփվել, չի կարելի ադրբեջանցիներին հավատալ, որտեղ ադրբեջանցիները մեր թշնամիներն են, որ մենք իրար հետ չլուծված խնդիրներ ունենք, որ արդեն 30 տարի է մեր մեջ արյուն է հոսել եւ չի կարելի այսպես, այնպես եւ այլն։ Բայց այստեղ ինչն է հետաքրքրական։ Ուրեմն Սամվել Կարապետյանը 2016 թվականին իր որդու հարսանիքը կազմակերպել է Մոսկվայում գործող Սաֆիսա ռեստորանում։ Սաֆիսա ռեստորանը պատկանում է ազգությամբ ադրբեջանցի Թելման Իսմայլովին։ Ավելին, Սամվել Կարապետյանը իր երկրորդ որդու հարսանիքը նույնպես կազմակերպել է այս ռեստորանում, որը նույնպես ազգությամբ ադրբեջանցի Թելման Իսմայլովի սեփականությունն է։ Հիմա հարց է առաջանում. Երբ որ Սամվել Կարապետյանը իր որդու հարսանիքը որոշել էր կազմակերպել այս ռեստորանում, բայց չէր հիշում, որ ադրբեջանցիները մեր թշնամիներն են, որ մենք իրար հետ չլուծված հարցեր ունենք, որ մեր միջև այդքան արյուն է հոսել եւ չի կարելի ադրբեջանցիներին հավատալ, չի կարելի նրանց բարևել, չի կարելի նրանց մարդատեղ դնել եւ այլն։ Բա Սամվել Կարապետյան, այդ ո՞նց է ադրբեջանցու ռեստորանում գնաց է տժժաց է որդուդ հարսանիքներին։ Այդ ո՞նց է 2016 թվականին դեռևս Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանին էլ հրավիրել այդ հարսանիքին տժժալու։ Սերժ Սարգսյանը պաշտոնապես բանակցում էր Հայաստանի Հանրապետության կողմից Լեռնային Ղարաբաղի կոնֆլիկտի խաղաղ լուծման կարգավորման համար, բայց չէիք վախենում, որ այդ ադրբեջանցիները կարող է թունավորեին այնտեղ կամ օրինակ գերի վերցնեին կամ ամենատարբեր խնդրանքներով կարողանային ազդել Հայաստանի Հանրապետության Սերժ Սարգսյանի կարծիքի վրա կամ դիրքորոշման վրա, բայց այդ որ գնացել էիք ապրիլյան քառորյա պատերազմը դեռևս նոր էր ավարտվել եւ դեռ Հայաստանի Հանրապետությունը սգում էր իր որդիների մահը 2016 թվականի հունիսին, այդ ո՞նց էիք բա ձեռքերը պարել, այն էլ ադրբեջանցու ռեստորանում այդպես տժում։ Այդ ժամանակ ադրբեջանցիները մեր թշնամիները չէին, թե դուք Մոսկվաներում եւ աշխարհի այլ տարբեր մասերում հրաշալի հարաբերություններ ունեք ադրբեջանցիների, ադրբեջանցի օլիգարխների, բիզնեսմենների հետ, բայց երբ որ գալիս եք հասնում եք Հայաստան, հատկապես երբ որ դա հանրարարությամբ եք անում, հիշում եք, որ ադրբեջանցիները մեր թշնամիներն են։ Մի քիչ անկեղծ եղեք ժողովրդի հետ, Սամվել Կարապետյան, էս էլ հո արհեստական բանականությունը չի։ Այդ ձեր վախերը, այդ ձեր վատ երազները կապված 300,000 ադրբեջանցիների հետ, գնացեք ջրին պատմեք։ Իմաստությունն է ասում հայկական, ասում է թե վատ երազ ես տեսնում, գնա ջրին պատմի։ Ջրին պատմեք, Նարեկի հոպար, այդ Ռուսաստանից գործողված գաստրոլորների հավաքի հետ վերադարձի կալուգա, որ հասնես չզանգես։ Հայաստանի Հանրապետությունում մի շպիոն ավել, մի շպիոն պակաս։